Արդարադատության նախարարության նախագիծը, որով առաջարկվում է համացանցից ջնջել վիրավորանքը, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները, քննադատության ալիք է բարձրացրել իշխանությունների հասցեին։ Նախագիծը շրջանառվում է իրավական ակտերի նախագծերի պաշտոնական կայքում։ Լրագրողները սա որակում են խոսքի ազատության սահմանափակում ու ճնշում անկախ մեդիայի վրա։ Նրանք պետք է պահեն մի ամբողջ 1000 հոգանոց մի հատ ինստիտուտ, այսպես ասած, չգիտեմ, ցենզորների, գրաքննիչների մի հատ ինստիտուտ, որը կհետևի ամբողջ համացանցին։ Ես կարծում եմ տեխնիկապես դա չափազանց, գուցե արհեստական բանականությունը նրանց օգնի, չգիտեմ։ Եթե հիմա լրատվամիջոցները զրպարտության ու վիրավորանքի համար դատարանի վճռով տուգանվում են ու հերքում տպագրում, ապա նոր նախագծով առաջարկվում է համացանցից հեռացնել ընդհուպ ողջ լրագրողական աշխատանքը, նկատում է Առավոտ թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը։ Ասում է, ինքն էլ կարող է հերքում տպագրել կամ հեռացնել սխալը, եթե իրեն համոզեն, որ դա իսկապես վիրավորանք է։ Նրանց աշխատանքի բացասական գնահատականը նրանք համարում են վիրավորանք։ Դա է խնդիրը։ Եթե ասում ես այդ մարդը չի կարողանում իրեն տիրապետել խորհրդարանում, ենթադրենք, եթե այդպես է ձևակերպումը, դա կարող է դիտվել որպես վիրավորանք։ Ուրեմն ես այդքան վատն եմ, որ չեմ կարողանում ինձ տիրապետել։ Արդարադատության նախարարությունը հիմնավորում է, թե այս կարգավորմամբ կպաշտպանեն անձնական, ընտանեկան կյանքը, մարդու պատիվն ու բարի համբավը։ Համացանցն ընդլայնվում է ատելության խոսքն էլ հետը, գրել են նախագծի հեղինակները։ Այդ սահմանները շատ հեղեղուկ են, շատ սուբյեկտիվ են։ Դրա համար կարելի է ցանկացած քննադատություն, ցանկացած բացասական հիշատակում, ընդհանրապես ցանկացած հիշատակում համարել վիրավորանք եւ ասել անհապաղ վերացրեք ձեր կայքից։ Անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք աշխատած խմբագրի կարծիքով այսօրվա իշխանություններն ու մեծահարուստներն ավելի նեղացկոտ են ու ուզում են, որ իրենց մասին բացասական տեղեկությունները պարզապես չհայտնվեն լրատվամիջոցներում։ Հիմա նրանք ուզում են, որ գոյություն չունենա, այսինքն ուզում են խորացնեն իրենց պաշտպանվածությունը։ Բնականաբար այդպես են պաշտպանվելու միայն իշխանավորները, այսինքն դատարանները ընդունելու են այդպիսի որոշումներ, եթե ընդունեն ի պաշտպանություն իշխանավորների եւ ի պաշտպանություն մեծահարուստների։ Սովորական մարդկանց նման դիմումները չեն բավարարվել։ Ըստ Աբրահամյանի նպատակը մեկն է սահմանափակել խոսքի ազատությունը, վրեժ լուծել այն լրատվամիջոցից, որը համարձակվել է քննադատել իշխանությանը։ Հեռացնելով լրագրողի աշխատանքը, փորձում են փրկել պաշտոնյայի համբավը, կարծում է հետքի լրագրող փաստաբան Գրիշա Բալասանյանը։ Ընդհանրապես որոնողական համակարգերում, որպեսզի այդ հոդվածը չերևա, այսինքն երբ որ նյութ չկա, հետեւաբար այդ ինֆորմացիայի վերաբերել հետագայում ամիսներ հետո, շաբաթներ հետո, տարիներ հետո այլևս ինֆորմացիա չես կարող գտնել, որտեղ դա հեռացված է։ Լրագրողն ընդգծում է համացանցից անհապաղ հեռացնելու պահանջը վերաբերում է ոչ միայն լրատվամիջոցներին, այլ բոլոր քաղաքացիներին, որ կարող են մի քննադատական գրառում անել կամ մեկնաբանություն թողնել ու ընկնել քաշքշուկի մեջ, հայտնվել դատարանում։ Մենք չունենք այնպիսի վստահություն ներշնչող դատարան, որ վստահ լինենք, թե դատարանները քաղաքական գործոնով պայմանավորված, կոնկրետ անձանց գործոնով պայմանավորված որոշումներ վճիռներ չեն կայացնի։ Հետաքննող լրագրողը տարակուսած է, օրենքն այսպես թե այնպես հնարավորություն տալիս է լրատվամիջոցներից հերքում պահանջել կամ էլ կալանքի տակ դնել նրանց գույքը, միլիոնավոր դրամներ պահանջել քաղաքացուն զրպարտելու կամ վիրավորելու համար, ի վերջո լրատվամիջոցին կանգնեցնել փակման եզրին։ Ինչն է թերի այս պրակտիկայում, որ հիմա էլ իշխանություններն այս ճնշումն են փորձում բանեցնել, հարցնում է լրագրողն ու պնդում, առաջիկայում ընտրություններ են, իսկ այդ շրջանում սուր քննադատության պակաս չի լինի։ Չի բացառում, որ նյութը հեռացնելու պահանջներն էլ կբավարարվեն մեծամասամբ, դա զուտ մտավախություն է, որտեղ այդ առումով չունենք պրակտիկա, բայց հաշվի առնելով գործող մեխանիզմները եւ կարգավորումները, ինչպես նաեւ այդ դառը փորձը, կարող ենք ասել, որ հենց կգնան այդ ճանապարհով, գոնե սկզբնական հատվածում։ Իշխանությունների այս նոր նախաձեռնությունը Առավոտ թերթի խմբագրին ռուսական մի օրինակ է հիշեցնում։ Մոսկվայի դատարանը որոշել էր, որ Ռուսաստանաբնակ հայ ազգի գործարարներից մեկի անունը չպետք է հիշատակվի մամուլում ու մի ողջ պետական ապարատ լցվել է մամուլը փորփրելու գործին։ Եվ ասում էր այս մեկը հանեք, հիմա այն մեկը հանեք։ Սա հայաստանյան իշխանությունների առաջին նախաձեռնությունը չէ, որ արժանանում է քննադատության։ Օրերս էլ վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր հայտարարել, թե մեդիան պետք է ինքնակարգավորվի, հակառակ դեպքում դա կանեն իրենք։